Ելնում եմ բալկոն ծխել ու թուրքի դրոշը տնում եմ, ոնց դուք քեզ կզգաս։ Գնում ենք Բաղանիս։ Ինչպես տեսնում եք, մենք գտնվում ենք Բաղանիս գյուղում։ Եկել ենք այստեղ ներկայացնելու մեր անվտանգության ծրագիրը։ Իրավիճակը արդեն բարդ է ստեղ, մենք անցել ենք Շալարերի կողքով, անցել ենք ադրբեջանական նշանառության կետերի կողքով, տեսել ենք ադրբեջանական դրոշներ, որոնք գտնվում են ընդամենը մի կիլոմետր ոչ հեռավորության վրա, շատ մոտիկ։ Բավականին բարդ իրավիճակ է, մարդկանց անվտանգության մտահոգությունները բավականին շատ են եւ մենք եկել ենք հենց իրանց նկարագրելու եւ ներկայացնելու մեր ծրագիրը։ Անեն ուզում է խաղաղություն չէ։ Որոշի մեծ են, խոստանում են, հա։ Ոնց ասում, ոչ թե սայրը խոստանում, բայց ֆիլիզետ ինչ կլինի։ Վարաբավան պերսերին նորից տվին, չէ։ 30 տարիներ ձեռներ, պահեցին մեր բանակը չզորացավ, պերսին նորից հետ խոստին նայ։ Հրամոյ քեզանա։ Ստեղ, չէ, հա։ Հերո չեն դնում նորեն, մեր երկու իրար դիմաց։ Կողքի, հա, այստեղից էլ երևում է։ Այն ո՞ր մեկը ցույց տա։ Հրետանը որսկը գործ է խոսքի։ Ստից ինչ կարան ոչ մի հատ ավտոմատ առնել։ Ոչի բան։ Բայց մենք տեսել ենք օրինակ այդ ԱԹՍ-ները որ կան, մենք այդ փորձը ունենք, ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ներ, կարանք ավելի շատ հագեցված, մենք այդ ձևի տեխնոլոգիաներով։ Լիքը կա, փորձը կա միջազգային տարբեր երկրներում։ Այդ նույն փորձը կարանք վերցնել դրանք ստեղ։ Զորովտա ամբարական։ Շալարին վնասն է։ Վետավայրին ոստիգան Արդեն ծրագրերի մեջ կա ու համ տեխնոլոգիաները շատ ասենք մեր, թե ԱԹՍ-ներ են, թե սենսորներ են, թե բինդաժներ են, թե ավելի հզոր պաշտպանելու մեթոդներ են, որ դուք կարողանաք հանգիստ գաք, կարողանաք ձեր արժեան անեք, ձեր գործը անեք։ Բաղանիսին իրեն անվտանգ չի զգում։ Ապրում է ուղղակի հույսի հաշվին, որը անկարող է ամբողջությամբ ապահովել իրենց կյանքը, իրենց անվտանգությունը։ Մենք ինչ ենք առաջարկում։ Հզոր պաշտպանություն, կիրառել նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի մեր սահմանում կանգնած տղաները կարողանան ապահովեն թե իրենց անվտանգությունը, թե սահմանամերձ գյուղի անվտանգությունը։ Դա ենք մենք առաջարկում։